ցանկանում եմ տեղեկացնել ձեզ մեկ լուրի մասին։ Ես ավարտել եմ իմ դեպոզիտի ռազգոնը, ովքեր որ ինձ հետևում են վերջին 4 ամիսների ընթացքում կհաստատեն, որ օգոստոսի 22-ից սկսել էի դեպոզիտի ռազգոն։ Ընկերներ ջան, այսօր դեկտեմբերի 22-ն է եւ դեպոզիտի ռազգոնը 80%-ով արդեն կատարված է։ Հաշվարկված էր, որ պետք է անեի 6 ամիսների ընթացքում, սակայն քանի որ շուկան լավ էր, ընդհանուր աշնանը բոլոր շուկայական սիտուացիաները, պայմանները ընդհանուր լավ էին, ինչպես եւ միշտ, ձմռանն էլ եւս սկսվել է դեկտեմբեր ամիսը շատ լավ, ձմռը մի շուկան լավ է եղել, լավ աշխատանքային պայմաններ են, հենց այդ հաշվարկով էլ սկսել էի դեպոզիտի ռազգոնը տվյալ ժամանակահատվածում, որպեսզի մաքսիմալ անցնի անխափան եւ արդեն ավարտել եմ 80%-ով, մնացած 20%-ը արդեն մինիմալ դեպոզիտով, փոքր դեպոզիտով, մինիմալ ռիսկերով աստիճանաբար կկատարվի։ Բոլոր գործարքները 4 ամիսների ընթացքում, ընկերներ ջան, որոնք բացել եմ, կատարել եմ իմ ռազգոնը, անխտիր բոլորը ես շատ հազվադեպ եմ սեանսից դուրս աշխատել, երբ արդեն վիդեո եմ նկարել YouTube-ում, զուտ այդ նպատակով ես սեանսից դուրս հնարավոր է որ աշխատել եմ։ Բոլորը ընկերներ ջան կան High Trading Signals Telegram-յան ալիքում, բոլորը կիսվել եմ այստեղ, կային շատ մարդիկ, ովքեր որ ինձ հետ միասին միացել էին ինձ եւ կատարում էին իրենց դեպոզիտի ռազգոնը, աշխատել են ինձ հետ։ Սա High Trading Signals Telegram-յան ալիքն է, որտեղ որ գործարքները կրկնելը եւ թիմի միանալը բացարձակապես անվճար է, ընկերներ ջան, եւ դեպոզիտի որևէ պահանջներ, ընկերներ ջան, այստեղ չունենք։ Ընկերներ ջան, ուրեմն այսօր ցանկանում եմ խոսել այսպիսի մի վիդեո լինելու դեմո եւ ռեալ հաշիվների տարբերության մասին։ Այս վիդեոն նմանատիպ վիդեո իմ ալիքում արդեն եղել է, բայց քանի որ գալիս են նոր թրեյդերներ, նոր մարդիկ, ովքեր որ սկսում են աշխատել, իրենց շատ է հետաքրքրում այս հարցը, ցանկանում եմ տվյալ ֆորմատով պատասխանել այս հարցին, անդրադառնանք այս հարցի եւ բացենք գործարքներ, համոզվենք, որ չի տարբերվում, նախապես ասեմ, որ ոչինչ չի տարբերվում։ Ընկերներ ջան, ուրեմն եկեք ընտրեմ որևէ արժութային զույգ։ Ուրեմն տեսեք, ընկերներ ջան, տվյալ արժութային զույգում բավականին հետաքրքիր սիտուացիա, ընդհանուր ունենք դեպի վերև շարժվող տրենդ, եղել է կառեկցիա դեպի գլոբալ թրենդային թեքին, որից հետո նախորդ անգամվա պես պետք է այսպես ակտիվ շարժվի դեպի վերև, շարժը սկսել է դեռ եթե համեմատենք ընկերներ ջան, օրինակ այսպես հենց վերցնենք, սա դնենք այստեղ, դեռ այսքան էլ դեռ գինը տեղումի բարձրանալու։ Ուրեմն ընկերներ ջան, անցնում ենք S5 time frame-ի, դնում ենք այստեղ գործարքի տևողությունը 1 րոպե եւ հենց այստեղից կարող ենք բացել գործարք։ Անմիջապես անցնում եմ դեմո հաշիվ, բայց այս արժութային զույգը ես արդեն չեմ հիշում, ընկերներ ջան։ Բայց ուշ է երևի արդեն այստեղ գործարք բացելու համար։ Ամեն դեպքում եկիք ոչինչ, ընկերներ ջան, այս մեկը այդքան էլ հաշվի չենք առնի տվյալ գործարքը։ Ներ ջան, տեսեք, ես հիմա զուգահեռ թերթում եմ երկու հաշիվներն էլ, դուք տեսեք, որ սրանք բացարձակապես իրարից չեն տարբերվում, ուղղակի ես գործարքն է մի քիչ անհաջող բացված, ուշ եմ բացել, բայց ընդհանուր կարող եք տեսնել բոլոր կացիրովկաները, բոլոր այստեղ ուրեմն պլյուսը ունենք, ընկերներ ջան, ռեալում պլյուսը վերցրել եմ, հիմա եկեք անցնենք դեմոին, տեսնենք դեմոյի միջվիճակը, դեմոն փոքրինչ ուշ եմ բացել, սակայն մյուսից արդեն ավելի կոնկրետ եւ ավելի ճիշտ կբացեմ։ Առաջին եկեք բացենք այդ պատճառով դեմոյում։ Նախորդ մոմի վերջին վարկյաններից տեսնում եմ ուրեմն ընկերներ ջան կա դեպի վերև ճնշում, դեմոյում բացում եմ անմիջապես, որքան հնարավոր է արագ բացում եմ ռեալում։ Այս հարցը առաջանում է ուրեմն մարդկանց մոտ, սկսնակ թրեյդերների մոտ, քանի որ նրանք դեմոյով կարողանում են աշխատել, դեմոյով ստացվում է իրենց մոտ աշխատել, սակայն երբ անցնում են ռեալի, չեն կարողանում, մտածում են, որ բրոկերը
իրենց միտումնավոր մինուսա փակում, սակայն նման բան չկա ընկերներ ջան, դեմո եւ ռեալ հաշիվները իրար տարբերվում են բնականաբար թրեյդերի հոգեբանությամբ, դեմո հաշիվը եւ ռեալ հաշիվը բացարձակապես ուղերի համար տարբեր ձև են ընկալվում ընկերներ ջան, տեսեք երկու գործակներն էլ պլյուս մինուս նույն տեղից բացել եմ, երկուսն էլ մինուս են մտնում ընկերներ ջան, նման բան գոյություն չունի, ուղղակի փոքրինչ գործակները չեմ հասցնում միաժամանակ բացել, եկեք ուրեմն ռեալ հաշվով արդեն մոռանում եմ որն է ռեալը, որն է դեմոն, ռեալ հաշվով բացում եմ ուրեմն դակոն դեպի վերև, նույնը անում եմ դեմո հաշվով ընկերներ ջան, եթե հնարավորություն տալ պոկետը զուգահեռ ցույց տալ երկու հաշիվներն էլ ես ցույց կտայի, այսպես չի անցնի անընդհատ, սակայն քանի որ այդ հնարավորությունը չունենք, այսպես էլ ված չի երևում ընկերներ ջան ընդհանուր առմամբ, տեսեք, այս դագոններն էլ ուրեմն բացված է դեմոյում, այ տվյալ գործակները կարելի ասել միաժամանակ են բացել, տեսեք, հիմա դեմոյում ուրեմն տվյալ գործարքը մինուս է գնում, իսկ ռեալում եւս մինուս է գնում, նույն ձև ընկերներ ջան կարելի ասել գործակները ընթանում են։ Ուրեմն այս գործարքը ընկերներ ջան դեմոյում փակվում է մինուս, իսկ ռեալում 1 րոպե, ես նայեմ, ռեալում եւս փակվում է մինուս ընկերներ ջան, բացում ենք երկրորդ դագոնը, որպեսզի վիդեոն շատ չերկարացնեմ ընկերներ ջան, ես հիմնվում եմ զուտ այստեղ թրենդային թեքի վրա, չեմ բացում գործարքներ, արդեն հիմնական ըստ քեչինգի, այստեղ տեսեք արդեն ըստ քեչինգի սիգնալ կա, ազդանշան կա այստեղ գործարք բացելու, ճիշտ գործարք, ճիշտ անալիզ, եթե կատարում եք ու գործարքը բացում եք ընկերներ ջան, թե աշխատեք դեմո հաշվով, թե աշխատեք ռեալ հաշվով, ընկերներ ջան, նամանավանդ ճիշտ անալիզի դեպքում եւ նամանավանդ իրական արժութային զույգերի վրա բրոկերը ոչինչ չի կարող անել, բնականաբար, քանի որ միաժամանակ ձեզ հետ միասին, եթե դուք տվյալ կետում տեսնում եք չհասկացա այստեղ ինչ է եղել, ռեալում գործարքը դեռ շարունակվում է, ռեալում գործարքը ուրեմն պլյուս է փակվել, բայց դեմոյում գործարքը չգիտեմ ինչու, ստե բերեց, ուրեմն դեմոյում պլյուսը, ռեալում եւս պլյուս է ընկերներ ջան այստեղ կարող եք տեսնել, $100 բացեցի, $200 եւ $400 արդեն պլյուս էր ընկերներ ջան, այս պոզիցիան եւս պլյուսով փակեցինք, եկեք եւս մեկ գործարք վերցնենք այստեղ, լավ սիտուացիա կա, ուրեմն ռեալում բացեցի, դեմոյում եւս բացեցի, արդեն միաժամանակ եմ բացում ընկերներ ջան, արդեն սովորեցի միաժամանակ գործարքներ բացել է երկու հաշիվներում հետ, ուրեմն ընկերներ ջան, հոգեբանորեն տարբերվում են դեմո հաշիվը եւ ռեալ հաշիվը, քանի որ դեմո հաշվի դեպքում ընկերներ ջան, դուք ոչինչ չեք կորցնում, այստեղ կարող եք սեղմել տվյալ կոճակին ու ավելացնել ձեր դեմո հաշվի փողերը որքան ուզում եք, իսկ ռեալում արդեն դա ռեալ ձեր գումարներն են, որոնք որ բնականաբար կարող եք ավելացնել, բայց արդեն ձերի սեփական փողերով ընկերներ ջան, սովորեք ուղակի վերլուծել, սովորեք ընկերներ ջան աշխատել, ես ողջունում եմ միշտ գիտելիքը, սովորելը, քանի որ գիտելիքը, սովորելը փորձը, դա հենց այն բանալին է, որը որ ձեզ կտա այստեղ աշխատելու հնարավորություն, ուրեմն տեսեք ռեալում վերջին վարկյանին փակեց մինուս, այստեղ եւս փակվեց մինուս, ուրեմն եկեք հենց դեմոից այստեղ բացեմ դակոն, բայց դեմոյում շատ բացեցի, $400 բացեցի, լավ ոչինչ, այստեղ կարևորը ճիշտ բացենք, ուրեմն այստեղից եւս բացում եմ, եկեք քանի որ կարծում եմ արդեն այստեղից գինը ակտիվ շարժվելու է դեպի վերև, ընկերներ ջան, պոտենցիալ ակնհայտ տեսնում եմ, եկեք ցույց տամ տվյալ գործարքի վրա էլ, որ երկու հաշիվներն էլ իրարից բացարձակ չեն տարբերվում, ուրեմն սա ռեալն է, այսպես փոքրինչ հաջողաբացված ավելի գործարքը, իսկ դեմոյում այս կետից եմ բացել վերևի կետից, ռեալում քանի որ մուտք գործեցի ռեալ ժամանակ անցավ, 5 վայրկյանում գինն արդեն իջել էր այստեղ, ավելի լավ կետից բացեցի,
Լավ, եկեք սպասենք, այստեղ ես սպասում եմ ակտիվ դեպի վերև շարժ, պետքա լինի ընկերներ ջան, պոտենցիալը ակտիվ գնի երևում այստեղ, դեպի վերև շարժը շատ ակնհայտ է ուղղակի այստեղ։ Ուղղակի նախ ժամը արդեն քանի որ ուշ է, շուկան, չգիտեմ, այսպես գիշերային ժամերին միշտ այսպես անկայուն է եղել, էդից էստեղից կրկին բացում եմ ստիպված տվյալ երկրորդ դագոնը, այստեղից եւս բացում եմ, ուրեմն եկեք սպասենք վերջին երկու գործակների արդյունքին էլ։ Գինր ջան, ինչպես կարող եք տեսնել, ուրեմն ռեալում տվյալ գործարքը փակում ենք պլյուս 3, 2, 1, հիանալի ընկերներ ջան, այստեղ ես գործարքը փակվել է պլյուս, դե դեմոյում արդեն եւս պլյուսը, դեմոյում այդքան էլ կարևոր չի իմիջայլոց, սա հենց այն ակտիվ շարժն էր, որը որ ես ակնկալում էի այստեղ, սակայն տեղի ունեցավ այստեղ, բայց ոչինչ ընկերներ ջան, կարևորը պլյուսը վերցրեցինք։ Ընկերներ ջան, մեկ խոսքով կարճ եւ կոնկրետ ասեմ ձեզ, սովորեք թրեյդինգը, գիտելիքի աղբյուրը թրեյդինգում դա փորձն է, դիտեք իմ վիդեոները, եթե կան հարցեր ընկերներ ջան, մեծ սիրով կպատասխանեմ, բոլորի ներքևում կգտնեք իմ Telegram-ը, ես խորհուրդ եմ տալիս ստրատեգիա չհորինել, այլ վերցնել այն մարդուց, ով արդեն աշխատում է ու ունի տարիների փորձ։ Ես դա եմ նախընտրում բնականաբար եւ դա եմ ձեզ խորհուրդ տալիս։ Եվս մեկ անգամ շնորհակալ եմ բոլորից, ընկերներ ջան, բաժանորդագրվեք, որպեսզի բաշխ թողնեք հետագա հետաքրքիր վիդեոները, հաջողություն։